Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, քիչ առաջ էլ հայտարարեցիք, որ եկեղեցին ոմանք փորձում են օգտագործել որպես հենման կետ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար։ Ուղիղ կասեք, ովքեր են ոմանք, եւ եթե անուն կամ փաստ չի ներկայացնում, չի ստացվում, որ մերկապարանոց հայտարարություն եք անում։ Եվ վերջերս ՀԱՊ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանը շուտով կվերադառնա ՀԱՊ, նշելով, որ դրա համար կան անհրաժեշտ բոլոր պայմաններն ու նախադրյալները, ինչ որոշում կա Հայաստանը դուրս կգա ՀԱՊ-ից, թե կապասառեցնի իր անդամակցությունը։ Իմիջայլոց նախորդ հարցին պատասխան ես չանդրադարձա, երբ որ ասում եմ, որ եպիսկոպոսները դավաճանել են Կտրիչ Ներսիսյանին։ Կտրիչ Ներսիսյանն դավաճանել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն եւ Հիսուս Քրիստոսին եւ հավատավոր հետևորդներին հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու։ Ինչ վերաբերվում է, գիտեք ինչ, ինչքան փաստեր են հրապարակում, էդ էլ է։ Այսինքն տպավորությունն է, որ ոչ մի փաստ հրապարակված չի։ Հրապարակված են այդ փաստերը։ Նախորդ անգամ մի րոպե, նախորդ անգամ ասացիք, որ Եզրաս Ներսիսյանի ԿԳԲ-ի գործակալ լինելու վերաբերյալ տվյալը, որտեղից ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տվյալ է հրապարակել։ Հիմա էլ ասում են կեղծ է։ Սամվել Խաչատրյանի հետ կապված տեսան մեկը հարցրել է, ի վերջո Կտրիչ Ներսիսյանը մոռացել են այս պատմությունը ինչից է սկսել, երբ որ եպիսկոպոսները խումբ է ձևավորվել այդ հարցի քննությամբ զբաղվելու համար։ Եվ երբ որ կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձը սկսել է խոչընդոտել այդ քննությունը, այստեղից էլ 10 եպիսկոպոսների գործընթացը սկսել է։ Ոչ մեկը չի հարցնում, բա ինչ եղավ այդ պատմությունը։ Բա հանձնախումբ էր ձևավորվել, որը պետքա պարզաբաներ, դա իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում։ Դա փաստեր է, թե փաստեր չէ։ Որ հայտարարություն։ Խոսքը ասեցի, ածի հայտարարությունը չեք տեսել, ինչ փաստ եք ուզում, Եզրաս Ներսիսյանի մասին հայտարարությունը չեք տեսել, ասում եմ Աշակ Խաչատրյանն էլ իր հետ կապված փաստն է հերքել, բայց դա նշանակում է դա չի եղել, իհարկե չի նշանակում, փորձաքննություն կա ի վերջո, պաշտոնական, արձանագրված եւ Եզրաս Ներսիսյանի հետ կապված փաստներ, դա ուղղակի արտահոսք չի, դա պաշտոնական մարմնի կողմից պաշտոնապես հրապարակված, գաղտնազերծված փաստաթուղթ է, դա հերքելով չի։ հաջորդ հարցը ՀԱՊ-ի հետ կապված որոշի բան չունեմ։ Ավելի կապ ասել եք, որ ավելի շատ կապասառեցած։ Եթե նոր բան ասելու ունենայի, կասեի, ինչ որ ասել եմ նախորդ անգամ, ուրեմն դա ուժի մեջ է։